Քննարկման եմ ներկայացնում առաջին ընթերցմամբ ընդունված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ինչպես նշեցի նախորդ հարցիս զեկուցման ժամանակ, մի քանի տարի է կադաստրի կոմիտեն իր ամբողջ գործունեությունը եւ իր օրենսդրական նաեւ նախաձեռնությունների հիմքում դնում է այն հանգամանքը, որ թվայնացումը առաջնահերթ է։ Եվ ներկայումս արդեն իսկ ընդունված եւ գործող իրավակարգավորումների համատեքստում փաստաթղթերի մեծամասնությունը, որ ներկայացնում է կադաստրի կոմիտե, ներկայացվում են թվային էլեկտրոնային եղանակով։ Դրանք օրինակ իրավաստատող փաստաթղթերն են, նոտարների կողմից վավերացված գործարքները, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող համապատասխան որոշումները։ Եվ ներկայումս, երբ անձը դիմում է կադաստրի կոմիտե, օրինակ պետական գրանցման դիմումով կամ տեղեկատվության տրամադրման դիմումով, ունի երկու տարբերակ դիմումի ներկայացման։ Առաջինը դա էլեկտրոնային եղանակով, կադաստրային կայքի միջոցով, որի դեպքում անձը մուտք է գործում էլեկտրոնային համակարգ եւ թե դիմումը, թե անհրաժեշտ կից փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնում է էլեկտրոնային տեսքով, էլեկտրոնային եղանակով եւ կա երկրորդ հնարավորությունը, որը արդեն սպասարկման գրասենյակների կամ խորհրդատվական կենտրոնների միջոցով դիմումների ներկայացումն է։ Երկրորդ հնարավոր տարբերակի ժամանակ քաղաքացին անձամբ այցելում է օրինակ սպասարկման գրասենյակ, ներկայացնում է այն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները, որոնք որ ըստ օրենքի պետք է ներկայացվեն համապատասխան դիմումին ընթացք տալու համար, որոնք ըստ էության մնում են կադաստրի կոմիտեում եւ ձևավորվում է նաեւ թղթային արխիվ, ի թիվս էլեկտրոնային արխիվի։ Ձեզ ներկայացվող այս օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից սկսած այլևս թղթային արխիվի ավելացումը չի կատարվելու, այսինքն բոլոր տեսակի դիմումները եւ անհրաժեշտ այլ փաստաթղթերը կադաստրի կոմիտե ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով, եթե ավելի պատկերավոր ներկայացնեմ, խոսքը հետեւյալի մասին է, անձը, եթե դիմումը էլեկտրոնային տարբերակով չի ներկայացնում, այլ ներկայանում է անձամբ օրինակ սպասարկման գրասենյակ, իր կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը իր ներկայությամբ տեսաներացվելու են, հաստատվելու են վերջինիս կողմից ստորագրության, որ իր կողմից ներկայացված եւ էլեկտրոնային եղանակով տեսաներացված փաստաթղթերը համապատասխանում են իր կողմից ներկայացրած բնօրինակ փաստաթղթերին եւ վերադարձվելու են քաղաքացուն, նաեւ քաղաքացու այդ հավաստման, որ ներկայացվածը եւ տեսաներացվածը համապատասխանում են իրար, դրանք ստանալու են նաեւ հավասար իրավաբանական ուժ։ Եվ ըստ էության արդեն էլեկտրոնային համակարգ մուտքագրված փաստաթղթերի եւ դիմումի հիմքով կատարվելու է կամ պետական գրանցում կամ տրամադրվելու է համապատասխան տեղեկատվություն եւ ինչպես նշեցի, թղթային արխիվի ավելացում այլևս չի գոյություն չի ունենալու, չի կատարվելու։